Նույնիսկ այդ ավականում, որին Փավան անվանել, խմբում պետք է լինի 10,000 մարդ, եւ դուք էլ համաձայն չեք եղել, եւ հետո մի այլ արտահայտություն ասեցիք։ Խնդրում եմ ասեք, եղել եք ընտանի խոսակցություն թե ոչ։ Ուրեմն, ինչպես ես նախաքննության, չվերագրենք նախաքննության արտահայտություն, թերևս ձեր ասած ձևով հնարավոր է հոլոված լինի այդ արտահայտությունը։ Դուք հիմա իսկապես չհասկացաք ես ինչ եմ ասում, թե ոչ։ Չէ, ուրեմն իմ մոտ այլ տպավորություն է ստեղծվում, սպասեք։ Ես նախաքննությանը չեմ վերագրում, նախաքննության մեջ հակառակը չկա, իմ նախաքննության ցուցմունքների մեջ բացեք նայեք, ոչինչ չկա այդ մասին։ Այս տեղի մասին եմ ես ասելիս, ես բացատրեցի, որ կարող է ես հիմա խոսեմ էլ տպավորված արդեն իր կարդացած ցուցմունքներից, ես իր ցուցմունքները ուշադիր կարդացել եմ, որովհետև ինձ վերաբերող են։ Ուրեմն, ես հստակ հիշում եմ, մի րոպե իմ ուղերում տպավորվածը բանը մի կողմ դնելով, հստակ հիշում եմ, որ խոսք գնացել է երկու թվերի մասին, 2000 մարդ ու 10,000 մարդ։ Այդ հստակ ես չեմ ոչ մի պատճառ չունեմ թաքցնելու։ Սակայն դրանք խոսվել են այն կոնտեքստի մեջ, որ իրենք կազմակերպություն ունեն, այսինքն իրենք միշտ ունեն աչքի տակ մոտ 2000 տղա, որոնք հնարավոր է կազմակերպության մեջ կարող են միավորվել, իսկ միտինգի եթե պետք լինի կարող են 10,000 էլ հանել։ Հիմա թե ոնց է ստացվել, որ այդ փաղանգն ու ավականին են 2000 ու 10,000, այդ արդեն ես չգիտեմ, ես նման ցուցմունք չեմ տվել։ Ինձ մոտ այդ երկու թվերը այդպես են տպավորվել։ Ես էլ ասացի, որ կբերեք միտինգի, տեսնեմ, որ կարող եք, ունեք այդ մարդիկ, հետո կխոսենք, որովհետև Հայաստանը ոչ մի կազմակերպություն այդքան մարդ չունի։ Հիմա եթե դուք այդքան ունեք, ուրեմն դուք ղեկավար եք հասարակական կազմակերպության ստեղծում, այլ ես չեմ խառնում։ Մեկ ոստիկանը նորմալ հագնված, գարասեր մանվել, դրա արի համեցի հարցակրություն կա, կամ զանգահարեին իրան կանչին, ծամցակիր ուղարկին, կամ 2-3 հոգով, այսինքն եթե այդ բնույթը չկրեր նրանց ձեռբակալելը այնպես ձևակերպված չլիներ, ինչպես անում են հարցակումների ժամանակ։ Ես բացառում եմ, որ նա դիմադրության փորձ կատարել։ Օրինակ, ես չեմ դիմադրել։ Մարդիկ դուրը ծեծել են, ասել են գնանք հարցակնության խապել տարել են։ Մեր տանը գնդացի էր մեր, եւ փորձը եւ ես ներքևը տեսնեի այդպիսի դիմակավորներ, գիտեք ինչ էր կատարվելու։ Ես իհարկե մանվելի պես ճանճինոթում չեմ կրակում, բայց պարկացնեի մի 40 հոգի հանգիստ։ Վտանես վրա հարցակում են, երեխեք կան մեջ։ Ուզում եմ ասել, որ հարցակումն է եղել պատճառը, որ մարդը ստիպված է եղել դիմադրել։ Պարզ նորմալ կանոններով, եթե մարդուն կանչեին նույնիսկ ձերբակալեին, նման բան չէր լինում։ Հիմա դուք ասում եք, որ նրա տանը այդքան զենք կար։ 90 թվականից սկսված, նրանց տանը այդքան զենք կար, 10 սապատիկ էլ կար։ Այսինքն Մանվել Եղիազարյանի տանը շատ զենք գտնվելը, ես չեմ կարծում, որ գաղտնիք է եղել իրավապահ մարմինների կամ նրան ճանաչող իշխանության ներկայացուցիչների, ռազմական գործիչների կողմից։ Բոլորը գիտեն այդ մարդն ով է, նրա զբաղմունքը ինչն է, այդ ջոկատի գոյության մասին եւ այլն, ում համար տարօրինակ կլիներ, որ Մանվել Եղիազարյանի տանը զենք կա։ Հիմա, եթե ձերբակալելու ժամանակ մտածել են, որ զենք կանա անպայման կդիմադրի, ապա այլ հարց, բայց ինչու են այդպես մտածել, ինձ համար հասկանալի չի։ Ինչն է եղել այն պատճառը, դրդապատճառը, որ մարդկանց տանկերով է ուղարկել Մանվել տուն, ինձ համար հասկանալի չի։ Եվ պարոն Շահրիվարակյան, ինձ այդ պատճառով է, որ ես թույլ եմ տալիս ինձ ենթադրել, որ նպատակը եղել է ոչ թե միայն ասենք Մանվելին ձերբակալելը, որտեղ այդ նպատակին կարելի է հասնել շատ ավելի հեշտ ճանապարհով։ Օրինակ կանգնեցնել այդ նույն մեքենան կամ նրան ցանկացած ձևով կանգնեցնել փողոցում, կանգնեցնել ուղղակի փաստաթղթերը ստուգելու համար եւ տանել, ինչպես հաճախակի արվում է։ Այնքան ձևեր կան մարդ ձերբակալելու առանց ղալմաղալի։ Ինչի մասին է խոսքը։ Դրա համար, որովհետև ինձ համար անհասկանալի են դրդապատճառները այդ աղմկալի արարքի, ես էլ ենթադրում եմ, որ միգուցե նպատակը մի քիչ այլ է եղել, քան պարզ ձերբակալում, միգուցե սադրանք է եղել ինչ-որ։ Իսկ եթե օրինակ ասենք, թե մի գնդակ ռիկոշետով աստված հերոպայի, լեզուս պապանցվի այդպիսի մի բան ասելու համար, բայց մի որևէ գնդակ ռիկոշետով կպներ իր, ասենք, թաքնված ընտանիքից որևէ մեկին։ Եթե պատկերացնում եք, չէ՞ նա ինչ կաներ այդ ժամանակն, արդեն գլուխները վերևներով ոչ էր կրակի։
Միգուցե այդ էլ պետք, ես ինչ իմանամ, այդ կասկածն է, որ իմ մեջ նստած է ինչ է լինում։ Ուրիշ հարցեր։ Հովհաննիսյան, դուք դատականության ժամանակ ասացիք, որ 21 դեպքերից հետո դուք համոզվեցիք, որ ցույցերով ժողովրդավարական միջոցներով ոչինչ դուրս չի գա։ Ես դրանց բան չեմ ասել։ Ես ունեմ իմ գրած։ Ուրեմն հավանաբար ձևով եք ասում, բայց ոչինչ ասում։ Դուք ասեցիք, որ ես 21 դեպքերից հետո համոզվեցի, որ ժողովրդական ցույցերով ժողովրդավարական միջոցներով բան չի դուրս գա։ Սրա համար ուզեցի այդ մաքսիմում զուլա տղաներից կազմակերպել մի կազմակերպություն, որը կարողանա համարժեք միջոցներ ձեռնարկել պետությունների նկատմամբ, իշխանությունների նկատմամբ։ Բացի դրանից դուք ասացիք, որ դաշնակցական տղաները ժողովրդները կռվում էին Ղարաբաղում, կային նաև այստեղ Երևանում կային կռված տղաներ դաշնակցականներից։ Ես հարց եմ տալիս, ինչու օրինակ դուք ձեր կռված դաշնակցական տղաներից չկազմակերպեցիք այդ կազմակերպությունը, այլ գտաք, որ մանրերը կամ այս տղաները պետք է մասնակցեն։ Ինչու սրանք դուք հարվածի տակ դրեցիք։ Ես նորից խնդրում եմ դահլիճի ունեցածների հանգիստ պահեք ձեզ, թողեք պատասխանեմ հարցի։ Ուրեմն, պարոն դատախազ, ձեր հարցից ես կարող եմ եզրակացնել հետևյալը։ Դուք բացարձակապես տեղյակ չեք, որ հիմա Ղարաբաղում զինադադար է։ Եվ ես բացարձակապես չեմ ասել, որ մեր դաշնակցական տղաները կռվում էին այնտեղ դրա համար, որովհետև նրանք բացակայի մարտի դաշտում էին, ես այս մարդկանց եմ փորձել հավաքագրել։ Հիմա ձեր պրոբլեմն է Ղարաբաղի պատմությունը իմանալ, թե ոչ դա գործին չի վերաբերում, բայց ես դες պետք է ասեմ, որ ես նշել եմ հետևյալը, դաշնակցական տղաները նույնպես հավանական են այդպիսի այդ կազմակերպության անդամ կլինեին, բայց դրա համար անհրաժեշտ կլիներ հատուկ որոշում, որովհետև նրանք արդեն կուսակցության անդամներ էին։ Եվ միայն այն բանից հետո, երբ այդ հասարակական կազմակերպության փաստաթղթերը, այսինքն ծրագիրն ու կանոնագիրը մեջտեղ կլինեին, սեղանի վրա կլինեին, կկարողանար դաշնակցությունը որոշել արժի դաշնակցականներին էլ այդտեղ, թե ոչ, սա մեկ։ Երկրորդը ձեր հարցի առաջին մասը, ես շատ լավ հասկացել եմ դուք ինչ ձևով եք հարցը տալիս։ Դուք առաջին մասը օգտագործում եք հարցի նրա համար, որ ինֆարկտի հասցնեք բոլորին, իսկ երկրորդ մասում մի շոտ տասեք։ Չի ստացել։ Այսինքն կարող է և ստացել, կարող ասենք թույլ մարդ։ Տեսեք, բայց առաջին մասում դուք հաստատում էիք հետևյալը, հաստատեցիք անցակ, հետո տվեցիք հարցը, չէ, այն մասը, որ հաստատեցիք, սխալ է։ Այդ կազմակերպությունը, դուք ասացիք, որ ստեղծվում էր, որովհետև ես եկել էի այն եզրակացության, որի որ դեմոկրատական մեթոդներով պայքարելն այլևս անիմաստ է, ոչ, ես այդպես չեմ ասել, վադատախազ, իրոք է լավ է։ Ձեր մեկնաբանությունը տվեք մի հարցը Ես ասել եմ ընդամենը, միության անվաստանյալներն էլ ունեն, եթե բոլորը երկրորդ կրուգով են պտտում։ В Армении вы считаете закономерным, если бы не произошло такое переворот? С точки зрения Ես ասեմ, որ Հայաստանում վերաշրջում ընդհանրապես այն տեսքով, ինչպիսին դա եղել է, ասենք, բանում, Չիլիում կամ Ադրբեջանում կամ Վրաստանում չէր կայանա, որովհետև այստեղ քաղաքական բալանսի
պահպանող մի հսկայական ուժ կա, ինչքան էլ ուզում են իշխանությունները այդ ուժը անտեսեն, ձևանեն, որ դա չկա, բայց մենք ի վերջո ազգային ազատագրական պայքար տվող ժողովուրդ ենք։ Մենք ունենք մեր երկրից դուրս լուրջ ազգային խնդիրներ, մենք ունենք պատերազմ, մենք ունենք պահանջատիրության խնդիրներ, մենք ունենք բազմաթիվ պատմական կնճռոտ այդպիսի հարցեր, սրանք են բալանսն են, որը թույլ չեն տալիս նման բաներ կատարվել, բայց մյուս կողմից էլ մի քիչ ամոթ է էլի Հայաստանի ստացվում ոնց թե Ադրբեջանում եղավ, Վրաստանում եղավ, բանից մենք էլ ենք չէ վտանգված, չէ որ այդ դեմոկրատական կոչվող իբր պոստսովետական իշխանությունները բոլորը արևմուտքից կախված լինելով նրանք բոլորը գործում են ապացուցել աշխարհին, որ իրանք միակն են, իրանք նրանք են, ով անհրաժեշտ է որ մնա, այլապես կգան ինչ-որ վայրենի խայտարակ ուժեր և դրանք անկանխատեսելի կլինեն։ Ուրեմն իրանք այստեղ անհրաժեշտ է, իսկ ինչպես ցույց տաս, որ դու անհրաժեշտ ես, ցույց տալով, որ քեզ վտանգ ես պարում, ումից այդ վայրենի ուժերից, բայց այդ ամենը անընդհատ ցույց տալով վերևից այնուամենայնիվ արեցին այն, ինչ որ Ադրբեջանում և Վրաստանում կատարվեց ներքևից։ В связи с вашим ответом следующий вопрос. Вам известно, как вы уже говорили неоднократно, что военный переворот может происходить снизу, сверху, а может быть инсценирован в том случае, чтобы получить политические эффекты, преимущества и выгоды. Вот в связи с этим, исходя из ваших знаний, как вы считаете, идея вооруженного переворота, которые буквально охвачены все обвинительное заключение с первой строчки до последней. Откуда она исходит и кому? Դուք դատաքննական ձգտությունքում մի առիթով մեղադրական եզրակացանը համանեցիք ավարտում հաստատող, որը իսկ ներդրումից պաշտպանական կողմ։ Այդ կապակցությամբ հարց։ Դուք չեք գտնում արդյոք, որ պակասում է մեղադրական եզրակացության մեջ մի կարևոր բաժին, հեղաշրջման օբյեկտիվ պատճառներ խորագրում։ Դե գիտեք, նախ ասեմ, որ ամեն մի երևույթ ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ։ Ես իրոք դուրս չեմ գալի մեղադրանքի շրջանակներից։ Ես քիչ առաջ ասեցի, որ սուբյեկտիվ պատճառները որոնք են և ինչպիսի շարժառիթներով են ձեզ մեղսագրված։ Արդյոք հարցի թե քաղաքական, թե իրավական տեսակետից կան արդյոք օբյեկտիվ պատճառներ և ինչու այդ մասին որևէ խոսք չկա։ Ես ճիշտ ասած Եվ ում է դա կվնասներ։ Ես ճիշտ ասած ավարտում բառը եթե օգտագործել եմ, ապա ոչ այն իմաստով, ոչ դրական իմաստով մեղադրական եզրակացությունը բնութագրելու համար, այլ ավարտում ասել եմ այն իմաստով, որ ամբողջ 19 կամ 18 հատորներում պարունակված մանր մունր նույնիսկ իրար հակասող բոլոր տեսակի ցուցմունքները լցված են մի կաթսայի մեջ և այսինքն օգտագործված է ամեն ինչ, ես դա նկատի ունեի, իսկ ինչ վերաբերում է ձեր հարցը երկրորդ մասին, այսինքն առաջին մասին մի մտահոգվեք, այդ իմաստով չէր խոսքը, իսկ ինչ վերաբերում է երկրորդ մասին, ես ճիշտ ասած կյանքում առաջի անգամ եմ կարդում այդպիսի փաստաթուղթ, ինչպիսի մեղադրական եզրակացությունն է քաղաքական հարցով և ես չգիտեմ արդյոք պրեցեդենտ գոյություն ունի, որը օգտագործի ձեր ասած տարբերակը և նման մի գլուխ մեջը մտցնի։ Կարծում եմ, որ եթե նման գլուխ մեջը մտներ, այդ գլուխը կարծում եմ, որ չէին կարողանա գրել երկու պատճառով։ Մեկը, որովհետև ուղղակի կարծում եմ, թունակ չէին լինի, որովհետև դա պետք է իմանալ ինչ պատճառներ են և կարող է տեղի ունենալ հեղաշրջում, որոնք են այդ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, չեմ կարծում, որ նրանք նման բաների մասին։ Մոտավորապես ձեզ մեղսագրվող արարքների ժամանակահատվածից մի փոքր առաջ ձեզ հայտնի է հեղաշրջման ևս մի փորձի, ևս մի, այսպես ասած, անցավոր մոտարձակության մասին և արդյոք ըստ ձեզ այդպիսի գաղափարի ներդրման մարմնացում չէ։ Ես իհարկե այդ մասին լսել եմ, պետք է ասեմ նաև, որ մեր իմ տղաների հետ տեղի ունեցած խոսակցություններում նույնիսկ այդ թեման
թե ոչ շատ խոր է, բայց քննարկվել է։ Բանն այն է, որ մինչև ընտրությունները, հենց կարծեմ այն շարաբաստիկ հանրահավաքի նախօրյակի կամ 1-2 օր դրանից առաջ ձերբակալվեց մի խումբ, բավականին ստվար խումբ, ես կարծում եմ մի քանի տասնյակ, որքան ես էի լսել, կամ մի 20 հոգի նախկին բարձրաստիճան սպաներ, ոստիկանության եւ նման հաստատությունների, ես ցավոք սրտի ավելի մանրամասն չգիտեմ այդ պատմությունը, գիտեմ, որ նրանց ձերբակալեցին հենց մոտավորապես նույն մեղադրանքով, որովհետև առնվազն այդպիսի ինֆորմացիա էին ստանում նրանց բարեկամները, այդ ժամանակ քաղաքական կազմակերպությունների ղեկավարները ինֆորմացիա կարող էին ստանալ միայն ձերբակալվածների բարեկամներից ու հարազատներից եւ այդ հարազատների ինֆորմացիայով նրանց մեղադրանքը հենց դավադրությունն էր, այսինքն դավադրության մեջ էին նրանց մեղադրում, զինված հեղաշրջման նախապատրաստում, արդեն ոտքի կոտրվածքներ եւ այլն, այսինքն այնպիսի վիճակի են հասցրել այդ մարդկանց, որպեսզի նրանք խոստովանեն, որպեսզի նրանցից այս մեր մեղադրանքի եզրակացության պես մի բան ստեղծվել որպեսզի Բայց որքան հասկացա չի ստացվել, թե վերջապես նրանք պրոֆեսիոնալ մարդիկ են, գիտեն ցուցմունքը ինչ է, ոնց է, չեմ իմանում ինչպես է ստացվել, բայց կարճ ասած այդ գործը այդպես կարծես թե փակվեց։ Եվ այո, ես կարծում եմ, որ նախորդ պաշտպաններից մեկի նախորդ հարցերին պատասխանելով ես ասեմ, որ հավանաբար գործ է արվել այդպիսի հեղաշրջման ինսցենիրովկայի, բայց այն ժամանակ նրանց ճանկը չի ընկել ոչ մի դաշնակցական։ Հասկանում եք, այսինքն այն թիրախը, որին անհրաժեշտ էր հարվածել, որին անհրաժեշտ էր այդ մեղադրանքը ուղղել, որի դաշնակցության կուսակցության մասին մեղադրական եզրակացությունը ոչ մի բան չի կարողանում հաստատել։ Ես վստահ եմ, որ ինձ վերաբերյալ չի կարողանալու, որովհետև ստի վրա է հիմնված, բայց այնքան է իշտապում, որ այս անավարտ փորձը որոշեցին վերջնականացնել։ Եթե մի քիչ էլ աշխատեին, միգուցե մի քիչ ավելի հաջող ստացվեց, բայց շտապում էին մարդիկ։ Դա ուրիշ հարց։ Դավիթ ոչինչ կլսի ասեք։ Վահան, դուք արդեն 4-րդ օրն է, մոտ 20 ժամ տևեց ձեր ցուցմունքը եւ հարցաքննությունը 3 հանդիպումների վերաբերյալ։ 3 հանդիպումները իրար հետ ինչքան ժամանակ տևեցին, կարող եք ասել մոտավորապես։ Կարող եմ, առաջինը մաքսիմում 5 ժամ, երկրորդը մաքսիմում 1 ժամ, երրորդը մաքսիմում 2 ժամ։ Այսինքն 3.5 ժամ։ 4 հաշվի։ 4 ժամ, լավ։ Մի քիչ տենց։ Հիմա ինձ ասեք, եւ 3 հանդիպում, ինչպիսին է ձեր ընդհանուր այդ 2 ամսվա գործունեության մեջ այդ հանդիպումների տեսակարար կշիռը։ Մոտավորապես քանի հանդիպում է եղել, որոնցից 3-ն է առանձնացվել եւ նաեւ ժամանակի իմաստով 4 ժամ հանդիպումների մասին եք խոսում։ Այո, տեսակարար կշիռ այս 3 հանդիպումների ինչպիսին է։ Հաջորդ հարցն եմ ես պատրաստում, պարոն դատավոր։ Ես կարող եմ ասել, որ այդ ժամանակաշրջանը շատ լարված էր, թե մինչև ընտրությունները ընկած ժամանակաշրջանը եւ թե դրանցից հետո։ Հիմնականում իհարկե աշխատանքը գնում էր ընդհանուր ժողովը նախապատրաստելու ուղղությամբ, մինչև ընտրությունները ավելի լարված էր մի քիչ, քանի որ ընտրությունների հետ կապված անօրինականությունների ինչ-որ ձևով ներառնելու եւ այլն այդ կապակցությամբ հանդիպումներ կայանում էին նաև ուրիշ կուսակցությունների հետ շատ հաճախ։ Ես կարող եմ ասել, ամեն օր 3 կամ 4 հանդիպում էր կայանում ամենաքիչը։ Դրանից չհաշված, ասենք, զուտ ընթացիկ հանդիպումները գրասենյակում, երբ մարդիկ գալիս են, հարցնում են, պատասխան են ստանում, գնում են եւ այլն։ Այսպիսի հավաքի տեսք ունեցող հանդիպումները օրական ամենաքիչը 3-4 հանդիպում այդպիսի լինում էր, հաշվի առնելով, որ խոսքը գնում է 2 ամսվա մասին, հանելով նույնիսկ մի քանի դիակիները, այնտեղ անում է մի քանի 100 հանդիպում, թող լինի 100 հանդիպում,
բայց 3-ը արդեն արիթմետիկայի հարցը, որը Հասկանալի 103 հարաբերությամբ։ Շատ լավ, այսինքն 3% մոտավորապես։ Վահան, մենք մոտավորապես 20 ժամ է ձեզ հարցաքննում ենք եւ դուք ցուցմունք եք տալիս եւ տպավորություն է ստեղծվում, որ շատ ինչ-որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք եք տարել։ Փաստորեն 4 ժամը 2 ամսվա ընթացքում դուք համարում եք, որ այդ հասարակական կազմակերպության ստեղծման ուղղությամբ դուք այդ 2 ամսվա ընթացքում շատ ակտիվ գործունեություն եք ծավալել եւ դա գտնվել է ձեր ուշադրության կենտրոնում։ ցավոք սրտի ոչ։ Քիչ եմ աշխատել այդ ուղղությամբ, այլապես ավելի ձևավորված տեսք ունենալ եւ այսպիսի անհեթեթ մեղադրանքների տեղիք չէր տալու գուցե։ Գործունեության վերաբերյալ ընդհանրապես այդ 2 ամսվա ընթացքում ինչ եք կարծում, եթե դուք դրա մասին 4 ժամը 2 ամսվա ընթացքում դուք համարում եք, որ այդ հասարակական կազմակերպության ստեղծման ուղղությամբ դուք այդ 2 ամսվա ընթացքում շատ ակտիվ գործունեություն եք ծավալել եւ դա գտնվել է ձեր ուշադրության կենտրոնում։ Ցավոք սրտի ոչ։ Քիչ եմ աշխատել այդ ուղղությամբ, այլապես ավելի ձևավորված տեսք ունենալ եւ այսպիսի անհեթեթ մեղադրանքների տեղիք չէր տալու գուցե։ Գործունեության վերաբերյալ ընդհանրապես այդ 2 ամսվա ընթացքում ինչ եք կարծում, եթե դուք դրա մասին մանրամասն ցուցմունք տայեք, քանի օր կտևի ձեր ցուցմունքը այստեղ։ Մարդիկ կան, որոնք այդքան չէին ապրի։ Ես հարցում եմ։ Դուք Ջանոյանի հարցերին պատասխանեցիք։ Լրություն խնդրում։ Շատ եք ակտիվացել, երբ որ ձեր հարցաքննությանը մենք կհասնենք, այս ժամանակ շատ եք ակտիվանալ։ Բոլորը կատարվել են պաշտպանի մասնակցությամբ, թե առանց պաշտպանի մասնակցության դուք ցուցմունք տվել եք։ Ոչ։ Չեք տվել։ Ջանոյանի հարցերին դուք պատասխանեցիք, որ ձեզ հարցաքննելիս բավարար իրավական օգնություն ցույց չի տրվել, այսինքն ասացիք, որ ձեր ժամանակները պաշտպան կերպով չեն բացատրվել, մեսագրվող հոդվածները չեն պարզաբանվել, մեկնաբանվել եւ այլն։ Այդ հարցով դուք ինչի ձեր Այո։ Դուք այդ հարցերով իրավական օգնության առումով եւ այդ հարցերը բարձրաբանելու առումով ինչի ձեր պաշտպաններին չեք դիմում։ Խոսքը գնում է այն առաջի հանդիպումների մասին, որ պաշտպան չկա։ Առաջի օրերի մասին է գնում խոսքը, չէ՞ որ երբ առաջի 2 պաշտպաններին մերժեցին, Անահիտին անմիջապես չգտան։ Մի քանի օր հետո բերեցին։ Այդ ընթացքի հանդիպումների մասին ես ասացի, ես բացարձակապես ինձ պետք չի վերագրել այն խոսքերը, իբր ես այստեղ ասացի, որ ինձ պատշաճ ձևով չի բացատրվել։ Ես ասացի ինչքանն է ինձ բացատրվել, դա արձանագրված է։ Հիմա թե դուք դա ինչ ձևով եք մեկնաբանում կամ պաշտպանել, դա ձեր պրոբլեմն է։ Դա պատշաճ է եղել, բավարար է եղել, թե ոչ։ Ինձ ասել են, որ ես մեղադրվում եմ կամ կասկածվում եմ։ Այս ինչ հոդվածով։ Հոդվածի պարզաբանումը կրել է հետևյալ բնույթը։ Ինձ տվել են ասել են կարդա հոդվածը, ես կարդացել եմ, ասել են հասկանում ես, հասկանում եմ։ Դուք գտնում եք, որ մաշաճ է եղել։ Ես չգիտեմ ոնց է եղել։ Ես իհարկե չեմ կարող, ես իրավաբանական կրթություն չունեմ։ Չեք կարող ասել։ Հասկանալի է։ Վերջացնելով ձեր ցուցմունքները դուք ըստ էության հայտնեցիք, որ ձեզ մեղսադրված հոդվածներով ոչ մի գործ մեղավոր չեք ճանաչում, որ այդ գործը սարքված է, պատվել է իշխանությունների կողմից։ Դուք ինչ եք այդ երկու հարցը իրար կապում, պարոն նախագահով։ Դուք եթե ինձ ուզում եք իմանալ, թե Չես ուզում ասել, ես ճիշտ եմ հասկացել, այդպես է դուք ասել։ Ես ասել եմ, որ 59, 1561 եւ 67 հոդվածներով ես ինձ մեղավոր չեմ ճանաչում։
իսկ թե ինչպես է ստեղծվել, ում կողմից, պատվեր եւ այլն, այդ ամեն ինչի մասին ես խոսել եմ, ասել եմ այն ինչ որ դուք ասել եք, բայց այդ առումով ես չեմ ավարտել իմ ցուցմունքները, դրա համար վերջնական տեսք։ Դեր ավարտված չի։ Անշուշտ չէ, ես ասեցի, որ դեռ կարծում եմ որոշ հարցերի իմաստ կունենա անդրադառնալ, միլուց չի ունենա։ Հիմա ես ավարտված եմ համարում ներկա փուլում։ Ավարտված եք անում։ Ներկա փուլում, հիմա ավարտված եմ համարում, հիմա այլ։ Պարոն դատավոր, դուք ամենասկզբից երբ սկսեցիք ինձ հարցակրնել, դուք օրինակ ինձ տեղյակ չպահեցիք այն մասին, որ ես որպես Ալբաստանյան ունեմ որոշակի իրավունքներ։ Եվ ես իրավունք ունեմ օրինակ մնացածներ անշուշտ, ցանկացած դատավարության ցանկացած պահի տալ լրացուցիչ ցուցմունքներ։ Դուք ինձ այդ մասին տեղյակ չպահեցիք։ Ինչի՞։ Ենթադրենք ես այդ մասին չգիտեի, բայց քանի որ ես այդ մասին գիտեմ, ես ասում եմ, որ ներկա փուլում իմ ցուցմունքները ավարտված են, եթե դուք հարց չունեք։ Ես այդպես էլ չհասկացա, իմ ասածները դուք հաստատեցիք, թե չհաստատեցիք։ Իմ ասածների բովանդակությունը հետևյալն էր, դուք ձեզ մեղսադրված արարքները չընդունեցիք, ասեցիք, որ դրանցով ձեզ մեղավոր չեք ճանաչում, իսկ երբ որ հարցադրումներ եղան, իսկ ինչով եք բացատրում, որ ձեր նման մեղադրանքները ստեղծվել եւ այլ, դուք ասեցիք, ես դա համարում քաղաքական պատվեր։ Այո։ Ճիշտ եմ Ճիշտ է, ես չեմ հերքում, չէ՞ դա։ Ինչպես։ Չեմ հերքում, ասում եմ ճիշտ է, արեք ճիշտ է։ Այս ուզում տալ հետևյալ հարցը, նաև դուք նշեցիք, որ բազմաթիվ այլ գործերով, մասնավորապես նշեցիք դրոյի գործով, նշեցիք Համբարձում Գասյանի սպանության գործով, ինչ-որ Աբրահամյանի գործով եւ այլ գործերով ձեզ կանչել հարցակրները ինչ-որ առաջարկություն են փորձել ստեղծել ձեր եւ այդ գործերի միջեւ։ Այո։ Այդ դեպքում ես կընտրում եմ ասեք, եթե այդ իշխանությունները նման նպատակ ունեին ձեր նկատմամբ գործ արկել քաղաքական պատվեր տալ, ինչի այդ գործերի ժամանակ չփորձեցին դա անել, այլ արեցին հենց այդ բանը։ Փորձեցին, չստացվեց։ Փորձեցին, ասեմ ձեզ, առաջինը այդ գործերից դրոյի գործն էր։ Դրոյի գործում ընդհանրապես ես չկամ։ Խուզարկություն կատարվեց, հարցակրություն փորձեցին կատարել, ես երկեցի, այսինքն ես հրաժարվեցի որևէ ցուցմունք տալուց, այդ հենց պատճառաբանությամբ, ասելով, որ դաշնակցության դեմ հալածանքների հետևանք է այս ամբողջ կեղծ ստեղծված գործը, եւ ես ոչ մի ցուցմունք չեմ ուզում այս կապակցությամբ տալ։ Այնտեղ նրանք գտան ինչ-որ բլոկնոտ արսենալում, որտեղ իբր նշված եմ ես։ Այդ բլոկնոտը ես այդպես էլ չեմ տեսել, ինձ հրավիրեցին, փորձեցին այդ բլոկնոտի վերաբերյալ հարցակրնել։ Գործի մեջ հետո իմացա, որ այդ բլոկնոտը չմտավ, թերթերից տեղեկացա, որ բազմիցս փորձել են այդ բլոկնոտը բերել մեջտեղ թե պաշտպանները, թե իրենք Համբաստանյանները, բայց այդպես էլ անհայտացավ այդ բլոկնոտը։ Իմացա նաև, որ բլոկնոտը այն գլխից կեղծիք է եղել այդ իռլանդական բլոկնոտը կամ ֆինլանդական, չգիտեմ որը, որի մեջ եղել են գրառումներ 92 թվականի, իսկ հետևը գրված է եղել, որ բլոկնոտը արտադրված է 93 թվականին։ Այսինքն չէր կարող այդ ամեն ինչը լինել։ Այդ բլոկնոտի հիման վրա կանչել են առերեսումների, Արսեն Արծրունին հերքել է իմ որևէ կապը իր հետ, իր կազմակերպության եթե նա կա, որևէ ձևով այդ բլոկնոտի մեջ իմ ներկա լինելը, այդ ամենը նա հերքել է, որևէ մեկ այլ Համբաստանյալի հետ այդ գործով ինձ չեն առերեսել, այսինքն այդ մեկը չստացվեց։ Այդ մեկը չստացվեց։ Ինչ վերաբերում է Համբարձում Գալստյանի գործին, ապա մարդկանց ում մեղադրում էին անմիջապես սպանությունը կատարելու մեջ, վերջ-վերջով ստիպված եղան դուրս թողել, որովհետև այդ մարդիկ անմեղ են, որքանով հնարավոր էր դա կապել ինձ։ Այսինքն այս դեպքում ինձ կոնկրետ ինձ չէին կապում, կուսակցությանն էին կապում։ Բայց դե դուք տեսնում եք ինչպես է ստացվում։ Կուսակցությանը կապելու համար բացարձակապես անմեղ Հրանտ Մարգարյանը ձերբակալվում։ Կուսակցությունը ինչ-որ ձևով մեղադրելու համար Վահան Հովհաննիսյանը ձերբակալվում։ Այսինքն այստեղ անձերի հարցը չի։ Բնական է, որ ընտրվում է կուսակցության մեջ այդ պահի հարմար թիրախը, վաղը կարող է ինչ-որ մեկ երրորդը ընտրվել, եւ հարվածը հասցվում է այս թիրախին։ Իմ հարցի նպատակը նաև նա էր, թե ինչի ասում եք այդ գործերով չստացվեց, ինչով եք բացատրում, որ այս գործով ստացվեց։
Այս գործով նախ ձեռ չի ստացվել։ Նախաքննության մասին է խոսում։ Նախաքննության մասին է։ Որքանից հայտնի է ամբողջ աշխարհում, նույնիսկ մեզ մոտ, մինչև որ դատարանը չի ապացուցել մարդու մեղքը, նա աններ է համարվում։ Այդպես է, չէ՞։ Այո, նախաքննության մասին է խոսում։ Նախաքննությունը ինձ համար որևէ արժեք չունի։ Ձեզ համար կունենա թե չէ, սա ընթացքը ցույց կտա, իսկ ինձ համար այդ նախաքննությունը արժեք չունի։ Այն ինչ որ ստացվել է, ես ձեզ փորձեցի ցույց տալ, թե ինչպես է ստացվել։ Կոնկրետ ինձ մեղադրում են, ինձ վերագրվող մեղադրանքը հիմնավորվում է ինչ-որ կոնկրետ արարքների վրա։ Արարքներից մեկը խոսակցություններն են, որոնք հաստատվում են մարդկանց ցուցմունքներով։ Բայց դրանք խոսակցություններ են։ Այդ ցուցմունքները արդեն ըստ մանվելի կարծես թե այն չեն, ինչ որ մեղադրանք, ինչի վրա հիմնվում է մեղադրական եզրակացությունը։ Ուրեմն խոսակցությունները հələ մի պահ դնենք մի կողմ։ Այնտեղ կան կոնկրետ արարքներ, զենք տրամադրելու հարց, մեքենաներ տրամադրելու հարց, ու փող տրամադրելու հարց։ Ես կարողացա ձեզ ցույց տալ, որ փողի առումով իմ կողմից փող խոստանալու հանգամանքի կան հակասող ցուցմունքներ, կան հակասող նյութեր, բայց մեղադրական եզրակացությունը դրանք հաշվի չի առել։ Ես կարողացա ձեզ ցույց տալ, որ մեքենա չեմ տրամադրել երկու դեպքում եմ։ Մի դեպքում, երկու դեպքում էլ դա ժամանակագրական առումով է ապացուցվում եւ այդ նյութերը չէին կարող չտեսնել քննիչները, եթե չեն տեսել, ուրեմն վատ են աշխատել, իսկ եթե տեսել են ու չնկատելու են դրել, ուրեմն նույնպես վատ են աշխատել կամ շատ լավ են աշխատել, շատ հավատարիմ։ Ուրեմն փաստորեն այդ երկու հանգամանքներն են։ Ես կարողացա ձեզ ցույց տալ իմ կարծիքով, որ այնքան էլ այդպես չէ, ինչպես գրված է մեղադրական եզրակացության մեջ։ Ես կարողացա ձեզ ցույց տալ, որ զենքի մասին պայմանավորվածությունը ինձ վերագրվող, եթե կայացել է մինչև իմ մեջտեղ գալ այս գործը։ Ուրեմն ես կարծում եմ, որ այստեղ էլ չստացվեց։ Բայց երևի այստեղ, քանի որ հանդիպումներ են կայացել, քանի որ շատ մարդկացություններ ստեղծելու հնարավորություն է ստեղծվել եւ այլն, այս գործը համարում են, որ սպասվեց։ Ես այդպես չեմ համարում։ Շնորհակալություն նստեք։ Մենք ճիշտ ենք հաջորդ օրեցություն տալու հասկանալի կարծիքները կլսենք, որից հետո ուրեմն կարծիքները լսելուց հետո կլսենք ձեր խոսքը։ Անմեջում իջեմ շահը երկուսը։